արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ է սարել $1 միլիարդ, ասում է զենք են դնել, հավատում եք։ Չէ, չենք հավատում։ Որտեւ իմ տղեն պատերազմի մասնակցել է, զենք չի եղել, զենքը տվել է թուրքերին։ Ոչ։ Այդպես։ Չենք տեսնում։ Զենքա գնել աղջիկս մի րոպե տղաճան սես կանի։ Ես է տերվես իշխանասար։ Եթե թուրքերը տեն նստած են։ Առաջ ունեցել ենք 160 կիլոմետրից ավել հեռու սահման, ես կիմ այդտեղս թե է։ Մեր տերիտորիա, մեր սահմանն է։ Իմացար։ Դրա համար չեմ հավատում։ Դա կարակ է իրանք են հարուստացել։ Կարող մի կես տոկոս տվածին է զենքի մնացած է դրած իրանց գրպաները։ Այդքան փող որտեղ որ դեպուտատներին փողը բաժանում այդքան։ Եթե զենք գնաց ըննեին, այսքան զոհերը, այսքան յայլ տղերքը, այսքան վերջին էլի, սաղս էլ կուրսրացում ենք, սաղս էլ ընկեր, հոգեարազատ, մոտիկ, բարեկամ, վերջ շարունակեմ, ասենք պիտի տենց լիներ էլի։ Չեմ հավատում էլի։ Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է, երբ ասում ենք ինչ է սա։ Այսա որ վերատրվեց երապատմունքի, քարապատմունքի։ Ինչ հասկանում։ Ժողովուրդը խելք ունենա չընտրի։ Ասպազենք եք գնել, հավատում եք։ Ասպազենք են գնել, հավատում։ Չէ, սուտ երկու զենքա գնել ասեցի հետո։ Չէ, այդ ինքը մենակ պարգևավճար ա տվել, ոչ մի զենք չի գնել։ Բան չի ասում զենք են գնել։ Որ իրա անունը բարձրացնել։ Ես իրա ոչ մի խոսքին չեմ հավատում։ Այդ դեպքում արտաքին պարտքը ինչու աճ է։ Դե այդքան բարձր աշխատավարձներ, պրեմիաներ, շատ մեծ ուժեղ պատավատապետություն։ Դուք հավատում եք, ես նրա ասածներին բացարձակորեն խնդրում եմ նրա ասածները մի կասի։ Նա աղավաղում է, ամեն ինչ աղավաղում է հանուն իր աթոռի, հանուն իր իշխանության։ Նա հասկանում է, որ իրենք իշխանությունից եթե պրծավ, դա իր կյանքի վերջն է։ Ժողովուրդը իրան հում ուտելու այն կեղտերի հիմար 4000 երեխա է տարել անմեղ։ Ունենք 44000 բանակի մեջ զինվոր, ճիշտ է։ 2018 թվին։ 2019 թվին մեր բանակը դարձավ 24000։ Իսկ այսօր մեր բանակը 14000 է, այսինքն դեմիլիտարիզացիա, որ ասում են թուրքը, մենք գնացել ենք դեմիլիտարիզացիայի, այսինքն մենք մեր զենքը վայր ենք դրել, փաստացի։ Հետո անվտանգության համար երկիրը, մեր երկիրը պիտի ռազմականացվի, ուրիշ տարբերակ չկա, մենք ունենք երկու թշնամի, Ադրբեջան ու Թուրքիա, ոխերին, որ իրանց նպատակը մեր էգզիստենցիալ, մեզ պիտի վերացնեն, ու դրա դեմ կանգնել չոքած աղերսեն թե խաղաղություն արեք, դες բան չի ելը, ինչքան պիտի ուղեղից թեթևել ես, որ հավատաս այդ մարդու խոսքի, պիտի մենք ռազմականացնենք, հզորանանք, ուժեղանանք, տեսնենք Իրանը ինչ անում, ամբողջ արտադրությունը գետնի տակ է, ամբողջ բանակը գետնի տակ է, մարդը իր հողի մեջ մտնի, որ ամուրը լի։ Չեմ հավատում, եթե մենք այդքան զենք առածել էինք, Ալիևը մեզ այդքանց այդ տոնով չէր խոսում, այդքան գումարի զենք եթե ունենայինք, նա այդ տոնով մեզ չէր խոսում, արտամալական հայրը հիմալի մեզ են, իրա մասին էլ ասավսկի մի կողոս չկարաղ է կավոր, իրոք չի կարաղ է կավոր։ Արտաքին պարտքը կրկնապատկվել է, կարող արտաքին պարտքով այդ ամեն։ Էլ քանի անգամ ավելացել։ Քանի անգամ։ Քեչի դրա մասին ասեմ, որ ես այդ սխալ բաներ եմ արել։ Իր սխալները թող ասի։ Չի ասի ոչ մի անգամ։ Երբ ասում եք ինչ է արել արտաքին պարտքն չէ կրկնապատկվել, ասում է զենք եմ առել, հավատում եք։ Ուր այդ զենքը։ Բա այդ զենքը որ ունես, ինչի՞ է քանի գնամ Հայաստանը բանի չորացած են կաշվի նման, հա փոքրացնում, հա փոքրացնում։ Տարածքները նրանք են գրավել։ Մի բան էլ ինքն էլ սկուտերի վրա նվեր տվել տարածքներ։ Պետության ղեկավարը իր տարածքներ ուրիշին ա տալիս։ Ինչա որ պատերազմ չլինի, այ քեզ բան։ Շատ հետաքրքիր քաղաքականություն է։
ազգային ժողովի, վարչապետի, իր դազիր վեզիրների լավ բան չի սպասվում։